Ողջույն գործարարիք եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Մեր ներքաղաքական դաշտին մի փոքր անդրադարձ կատարենք, համեմատաբար նոր անցան ընտրությունները, բայց սակայն մինչև այսօր էլ շատ են խոսում հենց ընտրական ժամանակ եւ դրանից հետո էլ կոռուպցիոն ինչ որ գործողությունների սխեմաների մասին, հակակոռուպցիոն կոմիտեն ինչ որ բացահայտումներ է անում, որոնք հասարակության մի մասը կարծում է որ կեղծ է, սակայն այնուամենայնիվ այդ մթնոլորտը կոռուպցիոն sense ասած բանի փուչիկի մեջ գտնվելու քաղաքական իրադարձությունների դեռևս թարմ է եւ իմ կարծիքով դա նաև ինչ որ անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել հետագայում քաղաքական առողջ միջավայր կառուցելու առումով, ինչ եք դուք կարծում այս հարցի շուրջ։ Ընդհանրապես պիտի հասկանանք, որ ներսի անվտանգությունը շատ պինդ կապված է դրսի անվտանգության հետ։ Ու եթե ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ կա, որի մասնակից է պետական այրը, դրա մասին գիտեն մի քանի հոգի, իսկ այն ինչ-որ երկուսը գիտեն արդեն կարա գաղտնիք չլինի, այն ինչ-որ երեքը հաստատ, որ գաղտնիք չի, կարան իմանան գաղտնի ծառայությունները, փաստահավաք գործողություններ անեն եւ դեմ տան իրան ու ասեն գիտես ինչ, կամ ագրավի ժամկետով եթում ես ասենք կալանավայր, Չոբանքիարա կամ էլ ասենք Գորիսի կռիտին, կամ էլ համագործակցի մեր հետ դարի լրտես։ Ինքը անվտանգային լուրջ խնդիրներ առաջացնող է ներսը եւ դուրսը, դրսի հետ կապված հարցերում։ Բուն ընտրությունների հետ կապված ճիշտ ասած մոտս ծիծաղ է առաջացնում, որովհետև չի լինում այտենց բան, որ մեկ ձայնը ընտրության վրա ազդում է, կամ երկուսը, կամ 5-ը, կամ 10-ը։ Բայց այդ մեկերն են չէ դառնում 10։ Հա, բայց 5-10 հոգի, եթե դու բան ես անում, ընտրակաշարք ես բաժանում եւ ավել, որովհետեւ ասենք քո ասած 1-ը, 2-ը, 3-ը, 10-ը, 20-ը ինչքան շատ, այնքան իմաստ ունի, միջև այդ իմաստ չունի, 1-ը, 5-ը, 10-ը, 20-ը իմաստ չունի, իմաստ ունի հարյուրներ եւ հազարները, ոնց ենք պատկերացնում, ասենք, այս տիպի տոտալ ոստիկանական sense բանի մեջ, օպոզիցիան կաշարք բաժանի ու չբռնվի, իսկ մենք լավ ենք հասկանում, չէ, որ կաշարքը գաղտնալսումներով ապացուցել անհնար է, հակառակ դեպքում այդ փողը տալուց չէին ներկի փողը չէին փչացնի, հատուկ sense ես իմիջ ձևի գաղտնի օպերացիա չէին կազմակերպի, ոնց որ լրտեսին բռնելը, որովհետև կոռուպցիոն գործողությունները, ես դա որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ եմ պնդում, որ անհնար է ապացուցողական բազա ունենալ, եթե ձեռից չես բռնել փող տալու, փոխանցելու բանը։ Իսկ իշխանության համար փողը փոխանցելու պահին ձեռբակալել օպոզիցիաներին դա 1-ից 1 է։ Ուրեմն եթե նման փաստեր չկան, այս զուտ ինչ որ գաղտնալսումներ, եսի մինչեր դա Հավայի մեզ հարիվ ծնող խափող գործողություններ են։ Ուրիշ ոչինչ բան։ Բայց այսօրվա այդ հենց գումարի փոխանցման բաղով ասեմ, այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում դա, ասենք, այն կարգի կարող է միջնորդավորվել։ Մեկը էլի այսպես ձեռը պետք է տան, չէ։ Դե կախված է կարող է միջնորդավորվել կամ 15-րդը պետք է ձեռը տա, չէ։ Դե հա 188-րդ միջնորդը sense շպիոնների նման sense գաղտնի 187-րդը պետք է արձեր տա, չէ, կամ էլ փոխանցում անի ինչ որ տեղից ինչ որ տեղ, այդ փոխանցումը արդեն ապացույց է, ձեռից բռնելը ապացույց է, հետո գնում ես ցիպոչկով 186-ն է տվե, ապացուցողականը երևս 3 հոգի 187-րդներին բռնում ես մի քանի հատ,
ցույց են տալի 186-ին, 186-ից մի քանի հատ բռնում ես, ցույց են տալի 185-ի վրա, ու տենց։ Քանի որ մենք նման բան չենք տենում, դա ծիծաղ է առաջացնում։ Ընդհանրապես երկրագնդի վրա ապոզիցիան ընդդիմությունը ի վիճակի չի լավ ոստիկանական, իսկ մենք ոստիկանական համակարգ ունենք բավականին լավ իշխանություն պահելու հարցում։ Այ իշխանության պահելու հարցում լավ ոստիկանություն ունենալու պարագայում ոչ միտեղ ընդդիմությունը ի վիճակի չի մասսայական բան կաշառք բաժանել, աբսուրդ է։ Իսկ ասենք խոստումներ, մենք լավ ենք հասկանում, որ ցանկացած խոստումը, եթե մտնում ենք կոռուպցիայի տակ, այսօր բոլոր արդեն պարլամենտում նստած բաներին, դեպուտատներին եւ բոլոր քարոզին մասնակից կանդիդատներին, ասենք դեպուտատության, բոլորին կարելի է հայտարարել, որ իրանք կոռուպցիաներ են, որտեվ նախընտրական խոստումներ են տվել։ Կարճ ասած դա հեքիաթ է։ Ու փառք Աստծո, որովհետեւ էլի եմ ասում, փաստը կոռուպցիայի մասսայական անհնար է թաքցնել։ Բայց դուք խոսում եք ծրագրերի մեջ ներառված դրույթների մասին, թե չէ, դա ընդհանրապես է տենց է, փաստ է, հնարավոր չի, ուղղակի հնարավոր չի ապոզիցիաները բաժանի կոռուպցիոն սխեմաներով կաշառք ու ոստիկանությունը իր դեմ հանձնարարություն ունենա ու չկարողանա իրան բռնի ապացուցողական բազան 100% ունենալով ձեռքից բռնի։ Կարճ ասած դա հեքիաթ է։ Այս պարագայում, բայց կարծում եմ մեկ այլ բան է, երբ որ ինչ որ անձի կոնկրետ խոստում ա տրվում հենց այդ բացառապես այդ անձի շահերից ելնելով ինչ որ գործողության իրեն բենեֆիտ հասնելու, մեկ այլ բան է խոստանալ ինչ որ սխեմա, որից կարող են օգտվել շատերը։ Չէ, ցավը տանեմ, խոստումը։ Դու կարող ես ասենք դաշտ ունես, որը որ ասենք ի վիճակի չես, ասենք ռոռոքում ապահովելու, կանդիդատին գալիս ասում ես, կանդիդատը ասում է, ախպեր, էսի ստրատեգիական նշանակություն ունի քո սեփական հողը, որ դու մշակես, որպեսզի ստեղից չգնաս, մանավանդ դու բազմազավակ ես, բազմազավակ չես, մի հատ երեխա ունես, երեխա էլ չունես, բայց պատրաստվում ես ունենաս, քո նման կարևորագույն քաղաքացու, որը որ պատրաստվում է, ասենք, երեխա ունենա, իրան զրկել եկամուտի աղբյուրից, դա հանցանք է, դա մեր ստրատեգիական նշանակությունների մեջ է մտնում, քեզ ապահովել եկամուտով Հայաստանի Հանրապետության տարածքում, դրա համար ես քեզ խոստանում եմ ընտրվելու դեպքում, ջուր քաշեմ քո հողամասին համակարգ, այսինքն որից կարող են օգտվել նաև կողքի դաշտերը։ Չէ, մենակ ինքը իր հողն է, մենակ այնտեղ չկա, էդի կաշառք չի, խոստումը կաշառք չի, ես էդի իրավաբան եմ, էլի ասենք, всё-таки կրթության։ Ես էլ եմ այդպես կարծում։ Կարծել չէ, ցավը տոնեմ, եթե այտենց ելներ երկրագնդի 99%-ը պետք է նստի։ Կաշառքը, խեմ ասում, դա ապացուցողականը, երբ որ այսպես ձեռից գալիս բռնում են, փողերն էլ ներկած է, ձեռքի վրա հետքեր է մնում, խենը տենց անում, խեն այդքան բարդացնում։ Չէ՞ որ հնարավոր է, ասենք, պրոստը ինչ-որ զապիս անել, գա բանը, խոստումը կաշառք չի, դա կոչվում է նախընտրական խոստում, դա կաշառք չի, անգամ կաշառք չի, երբ որ ասենք պետուական այրը ասում է լավ է, որ ասենք ձեզ թոշակները բարձրացրել ենք, բյուջեով չնախատեսված, էդ էլ կաշառք չի, հոգեբանորեն այո, կաշառք է, բայց իրավաբանորեն էդի կաշառք չի, չես կարա դրա համար պատասխանատվության կանչես պետական են այրերին, ովքեր որ բյուջետից դուրս 10,000 դրամով թոշակ են բարձրացրել։ Արտաբյուջետային միջոցներ ա ձևավորվել մեր մոտ, ժողովրդի համար մտածել ենք լավ լինի, խենք մտածել նախընտրական ժամանակաշրջանում, որովհետև այտենց բանը այդ վաղտ հայտնվեցին այդ գումարները։ Կարճ ասած, ինքը չի էթում կլասիֆիկացիան որպես իրավական խախտում, բան, կարող է բյուջետի մեջ պետք է մտցնեին, չմտցնեին, այդ տեխնիկական բան, ասենք, կարող է ինչ-որ բաներ ա գալի, այսօրվա կոնկրետ,
իրավական դաշտը ոնց է դա ձևակերպում, ես չգիտեմ, ես ընդհանուր սկզբունքներին եմ ծանոթ, որովհետև շատ վաղուց եմ սովորել, էլի, ասենք 40 տարի, 35 տարի առաջ։ Կարճ ասած, դա էլ խախտում, բանը քրեորեն պատժելի արարք չի, որպես կոռուպցիա։ Կարող է խախտում դիտվի որպես բան, բյուջետային օրենքի խախտում, ոչ թե որպես կոռուպցիա։ Ոչ թե կաշառք նախընտրական, այլ ուղղակի բան խախտում բյուջետային դիսցիպլինայի, բյուջետը ձևավորվելու, բյուջետային միջոցները կառավարելու, արտաբյուջետային միջոցները կառավարելու, կարող է դրա խախտումով դու ինչ-որ բանը կարողանաս գործ կազմել, բայց դա որպես կոռուպցիա չես կարող ապացուցես, ու եթե այդ բացահայտ փաստը դու չես կարող ապացուցես որպես հանցագործություն, կոռուպցիա, մեկին կամ երկուսին ինչ-որ բան խոստանալը, ոնց ես ապացուցելու, կարճ ասած դա ինձ չի անհանգստացնում անվտանգության տեսակետից, ինձ կանհանգստացներ, եթե մասսայական կոռուպցիա լիներ, ասենք ընտրակաշառք բաժանեին, ինչ-որ ազդեցիկ ինչ-որ մի երիտասարդի կամ ոչ այնքան, խոսքի օրինակ տեղ գյուղում, թուրքը գար ասեր ախպեր, ես այսքան ապացուցողական բաներ ունեմ, գրանցված, նայ, հարբած զրույց արեք, ո բանը զապիս եմ արել, հարևանդ, այս մեկը այս փաստեր եմ հավաքել, դու փող ես բաժանել, դրա այս ինչ հոդվածնա քեզի ագրավի սրոկ է հասնում, արի որպեսի այս փաստերը ես վերացնեմ, արի օգնի մեզ, որ այնտեղ գյուղից մի քիչ մեր դիրքերը ուզում ենք առաջ տանք, հել ժողովրդի մեջ բան արա, քարոզ արա, որ ոչինչ որ առաջ տանք, մենք որ առաջ տանք, որ զինվորականությունը հետևից բորբոքված գյուղացուն չտենա, էլ կռիվ չի անի ու կմարսենք մենք էդի, բայց կդրթի իրան դավաճանության, որովհետև հանցանքի վրա ապացուցելի է, իսկ մասսայական կաշառք բաժանելը դա մասսայական լրտեսության թեկնածուների բանկ ունենալն է, մասսայական, թուրքը ապագա լրտեսների բանկ դաննիխ է ունենում, քանի հոգի են կոռուպցիա արել, ասենք, քանի հոգի են կաշառք բաժանել, դնում ընտրում է, ասենք, այս մեկը պետքական է, այս մեկը պետքական չի, այս մեկը լրիվ զիբիլ է, ասենք, բանը լրտեսական գործում, այս մեկը կարա շատ կարևոր լինի, այս մեկը շատ պերսպեկտիվնի է, բարձրագույն ավարտես, այս հլը մի քիչ էլ օգնենք իրան, այդում վերբովկա են անում, այդ այնց սպառնալով, որ ինքը կաշառք է բաժանել, սպառնալով, որ կնստեցնեն, կբացեն այդ փաստերը, ինքը դառնում է լրտես, եւ իրան սկսում են օգնել, որ ինքը կարիերնի ռոստ անի ու դառնա խոսքի օրինակ, չգիտեմ, փոխխոսնակ պարլամենտում։ Հասկանում ես։ Ինձ դա է անհանգստացնում, ասենք, այդ անվտանգության առումով այդ ընտրակաշառքի բաների թեմաների մեջ, որտեվ ընտրակաշառքի հոդվածները բավականին խիստ են, արդեն քանի ժամանակ է, եւ այդ խստության վրա մասսայական ընտրակաշառք եթե բաժանվելու էր իշխանության կողմից, ուրիշ ձև անհնար է, ուղղակի անհնար է, չի լինում այդպես բան, 3 հոգի մի բան imանում են, դա արդեն գաղտնիք չի, ուրեմն միլպետն էլ է imանում, քննիչն էլ է imանում, բանը, ուգալովնի ռոզիսկն էլ է imանում, 4-րդից արդեն այդ ձերբակալ են, կարճ ասած անհնար է, իսկ պետական կաշառք բաժանողները, ասենք, որ բաժանեին, կլինեին լիքը մարդիկ, որոնք որ կդառնային թեկնածու թուրքական լրտես դառնալու, այդ իմ ասած սխեմաներով։ Դուս անհանգստանալու այդ առումով բաներ չկա, կա անհանգստանալու ներսը քաղաքական մթնոլորտ ապագան, դիկտատուրա դառնալու, ոստիկանական, ասենք, եւ սահմանադրական բանը կարգի փաստորեն, ասենք, ինչ որտեղ խախտում, տապալում, ինչ ձևի գնահատական ուզում են մարդիկ թող տան, այդ փաստերը կա, բայց դա ինձ այնքան չի անհանգստացնում, որտեվ իմ խնդիրները անվտանգության հետ են կապված։ Այսինքն որպես եզրակացություն ասենք, որ այդ կոռուպցիոն սխեմաները եթե կապված են արտաքին ազդեցության հետ, հիմնականում անվտանգային խնդիր դուք տեսնում եք հենց դրա մեջ։ Այո։ Ու որ դա կարան անեն մենակ իշխանավորները, իսկ իշխանավորները այնց են արում, որ ասենք դա քրեորեն պատժելի արարք չի լինում, ասենք, չգիտեմ, ես ինչ քաղաքապետը
երբեք հող չի բաժանել եւ դուք հող ա տալի ինչ որ մեկին։ Լավ, բայց մեծ գերդաստանում մի հարց էլ դրա հետ կապված, ինչու եք կարծում, որ միայն իշխանական շրջանակները, այսինքն ունեն դրա ազդեցության տակ մտնելու հավանականություն եւ ոչ հակառակ կողմը։ Որովհետեւ բանա հակառակ կողմը ի վիճակի չի կաշառք բաժանել, մեխանիկորեն ի վիճակի չի, որովհետեւ 2 հոգու տալը էշություն է, պետք է տաս 100 հոգու, որ ձայները իմաստ ունենան, կամ 1000 հոգու չէ, 4-ից արդեն կիմացվի, 5-րդից ապացուցողական բաներ կհավաքվի, 6-ի վրա կգան ձեռիցդ կբռնեն, գդատվես, չեն հասցնի են մնացած 93-94 հոգի կաշառքը ստանան։ Չի լինում այդպես բան պատմության մեջ, չի լինում։ Հայաստանի պատմության պարագայում եղել է, որ օպոզիցիոն ուժերը յանիմ ապոզիցիոն կաշառք են բաժանել, բայց դա եղել է բացահայտ իշխանության թույլտվությամբ, բացահայտ։ Ես կարամ ասենք հիշեմ, հիմա անուններ չտամ, բայց 2008 թիվն էլ ենք հիշում, չէ՞, 2013 թիվն ենք հիշում, եւ այդպես էլի։ Իսկ նաև այդ շատ են հանրային խոսակցությունները ընտրված օպոզիցիայի կողմից մանդատները վերցնելու կամ չվերցնելու թեմայի վերաբերյալ։ Դա ոնց որ իմ թեման չի, բայց բանը մանդատների վերաբերյալ կարճ ասեմ, էլի, կարճ, դա իմ թեման չի։ Մարդիկ ձայն են տվել, ինչ որ մարդկանց չի ասենք, ինչ որ ուժերի։ Մանդատ են տվել, ձայն չեն տվել, որ իրանք ասենք չվերցնեն այդ ձայները։ Այն որ ասում է տեր ենք ձեր ցանկացած ձայնին, տերը հենց մանդատն է вообще-то, էլի։ Հիշենք բոլշևիկներին։ Բոլշևիկի պես ծայրահեղական, ասենք, հակաթագավորական, հակակայսերական ուժ հələ գտնել էր պետք։ Բայց իրանք ինչ արեցին, մտան պարլամենտ մի քանի ձայնով։ Առավոտից իրիկուն ելույթ էին ունենում ու իրանք գաղափարն էին առաջ տանում։ Դուս չկա բան էլի, ասենք, իմաստ իրավական տեսակետից եւ անվտանգային տեսակետից չկա իմաստ մանդատ չվերցնելը։ Մանավանդ, ասենք, մեր հարևան երկրում, ինչքան գիտեմ, արդեն 1.5 տարի է օպոզիցիան մանդատ չի վեգալել։ Հանգիստ իրանց համար գործում են մարդիկ։ Լավ, պարոն Վարդանով, անդրադառնանք հիմա աշխարհի տաք կետերից մեկին, որը կարծես հուսանք նաև սառեցման է գնում, դա մերձավարվելքում Իրանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կոնֆլիկտն է։ Այսօր բանակցություններ են գնում, որի կետերը չեմ կարողանում ես գնահատական տալ, թե դեպի որ կողմն է տանում, էլի այսպես ասած հաղթանակը, որովհետև այսօրվա պատերազմներում հաղթանակ ասել հաղթող եւ պարտվող կողմեր ճանաչելը, եթե չկան տապալումներ կամ տարածքային կորուստներ կամ զգալի ֆինանսական ռազմական կորուստներ, մի քիչ դժվար է գնահատական տալ հաղթողի, բայց այսօր ինչ որ տենց հետաքրքիր process-ներ են կատարում մերձավարարվելքում, այդ դուք ինչ կարծիքի եք այսօր որ կողմին կարող ենք հաղթող կամ ավելի շատ կամ գոնե թե բենեֆիտների մեծ մասը շահող համարել այս կոնֆլիկտի պայմաններում եւ արդյոք ձեր կարծիքով այս կոնֆլիկտը իրականում սառեցման է գնում թե էլի զարգացումների տեղ կա, որովհետեւ այնտեղ անհամաձայնություններ կան Լիբանանում Հեզբոլլահի եւ Իսրայելի առճակատման հետ կապված անհամաձայնություններ կան հենց այդ դաշնակիցների Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև, քանի որ Իսրայելը պնդում է, որ իր հյուսիսային տարածքները անվտանգության կարիք ունեն եւ ըստ այդմ պետք է նա ամրանա Լիբանանի հարավային տարածքներում, այլ ինչ կարծիքի եք այս աժոտաժի մասին մերձավարվելքի։ Նախ գանք դրան, որ հիմա չէ, շատ վաղուց, շատ վաղուց, սրանից 2000 տարի առաջ Էպիրի թագավոր Պիրոսը գնաց թվում է թե ծեծեց հռոմեացիներին մի ճակատամարտում, մյուսում, երրորդում ոչ մի անգամ ճակատամարտերում չպարտվավ, բայց ասենք գնացել էր, ինչքան հիշում եմ 20,000-անոց բանակով, մի 40 հատ փղով եւ այլն, մի կերպ մի 2000 հոգով կարողացավ վերադառնա Պիր բանը այդ իր բանը էլի թագավորության մայրաքաղաքը
որովհետև ընդ ինչ որ ընդվզումներ էր եղել իր դեմ, մի կերպ, то есть պարտվեց ինքը, ջախջախելով ամենտեղ հռոմեացիներին ջախջախելով ինքը վերջը պարտվեց։ Ու ստացվում է, որ ասենք դեռևս այն ժամանակներում ու այսօր էլ պատերազմում հաղթելը շատ կապված է, ասենք, ճակատամարտերում հաղթելու հետ, բայց պարտադիր պայման չի։ Կարող ենք հիշել Վիետնամը։ Վիետնամում ամերիկյան զորքերը ընդհանրապես ոչ մի անգամ մարտավարական գործողությունների ժամանակ չեն պարտվել։ Ոչ մի դեպք, մի հատ նմուշի համար դեպք չկա։ Դրանից առաջ մի 10 տարի, 19 տարի առաջ ֆրանսիացիք, չէ, նույն տեղը ֆրանսիացիք Վիետնամում, ուրեմն հենց նույն Dien Bien Phu, որտեղ ամերիկյան, ասենք, հայտնի օպերացիոն, ասենք, բան ա եղել, գործողություն ա եղել, հենց նույն տեղը ֆրանսիացիք պարտվել են։ Բայց ամերիկացիք չեն պարտվել։ Հենց նույն Dien Bien Phu-ում։ Բանը ֆրանսիացիք ձեռքերը բարձրացրել են, հանձնվել են, ամերիկացիք հակառակը ծեծել են, սպանել են, ոչնչացրել են, բրդել են ջունգլիները։ Բայց մեկը պատերազմում պարտվան։ Նույն ձևով հիմա սպանվել են առաջի դեմքերը իրանական, առաջի դեմքերը, ոչնչացվել են կարևորագույն, ասենք, նշանակություն ունեցող տասնյակ տարիներով միլիարդներ դրված, ասենք, օբյեկտներ, միջուկային բաները, բանը ռիտուալնի սպանություն եղավ, ասենք, այդ աղջիկ երեխեքի 160 հոգու, այդ որ այդ գազանությունը, բանը, կարճ ասած, ինչ ասես արին Իրանի գլխին, բայց Իրանը չի պարտվել։ Իսկ քանի որ Ամերիկան հետ է եթում այդտեղից, հնարավոր է Ամերիկան պարտվի ու հաղթողը լինի Իրանը։ Եթե Ամերիկան պահպանի Իրան Պարսից ծոցում, այդ դեպքում կլինի բանեն, ոչ ոքի։ Ստատուս բայց հա, Իրանը ընդհանրապես ես այդտեղ բազմաթիվ անգամ եմ ասել, պարտությունը պարտվողի մեջ է։ Եթե պարտվողը չի ուզում պարտվի, ինքը չի պարտվում։ Ասենք ես ու դու մենամարտում ենք, եթե ես չեմ ուզում պարտվեմ, դու չես կարող հաղթես։ Բայց եթե ես ուզում եմ հաղթեմ, իմ հաղթանակը քո մեջ է։ Պետք է դու պարտվես, հաշտվես քո պարտության հետ, որ ես հաղթանակ տոնեմ։ Եթե ես որևէ մեկս մյուսին հետագա պայքարելու հնարավորություններից զրկի, չէ, ասենք չի զրկում, ասենք 20 թվական նոյեմբերի 9-ը մենք մարտավարական գործողություններում պարտվում էինք, զսպանակ այսինքն սխմվեց լեռնանտառային եւ լեռնային տարածքներում արդեն պետք է ուղղվեր, բայց մեր կառավարությունը որոշեց, որ մենք պարտված ենք։ Ինչով որոշեց, տվեց նույնիսկ այն տարածքները, որտեղ թուրքական զորքը, ասքյարները չեն կարացել հաջողության գան։ Ես նկատի ունեմ Խարվաճառը եւ Բերձորը։ Դա նշանակում է մենք պարտվեցինք պատերազմում։ Ոչ թե մարտավարական գործողություններում, այլ ընդհանուր պատերազմում։ Նույնիսկ ոչ ստրատեգիական բաներում։ Այսինքն տանում եք նրան, որ դա վերջնական այդ հաղթողի կամ պարտվողի որոշումն է, էլի։ Պարտվողի որոշումն է։ Ինչ որ մեկի հաղթանակը պարտվողի որոշելով է։ Եթե պարտվողը որոշել է, որ չի հանձնվելու, անձնատուր չի լինելու, պայքարելու է, ոչ թե հայտարարում է տելևիզորով։ Այ մեր մոտ ինչ եղավ։ Եկեք ընդունենք գանք համաձայնության, որ ոչ մի անգամ մեզ պարտվող չենք ճանաչելու։ Հիշում ենք, չէ՞ նման հայտարարություն։ Ասի ջան, հեսա մերները սենց, իրանց կնիկ երեխեն սենց, կետանք Բաքու, Մախաչկալա, Աստրախանից մերուկները կետանք ընդ կշփոթվենք ռուսական, ասենք, դաշնության տարածքներից, մի քիչ կգրավենք, բայց եղավ հակառակը։ Մեր ղեկավարությունը ընդունեց իր պարտությունը տալով այն, ինչին չէր հասել հակառակորդի զինվորը։ Երևի դա աշխատում է
բացառությամբ են դեպքերի, երբ ֆիզիկական ոչնչացման է հասցվում։ Դրա բանը, եթե դու չես ընդունում քո պարտությունը ու պայքարում ես այնքան, որ միջև վերջ ու ուժը անենցա, որ քեզ ի վիճակի է ոչնչացնի։ Բայց բանը հիշենք էլի մեր անցյալից։ Շապին կարա հիսարը։ Երբ որ ջուր չկար, падրոն չկար, ուտելիք չկար, կանայք երեխեքը թույն ընդունեցին ու չպարտված զինվորական ռազմական խմբերը դուրս եկան, ասենք գիշերով ճեղքեցին պաշարումը, դուրս եկան եւ գոնե մի հոգի հասավ տեղ։ Հասավ հայկական, ասենք, դրոժինաներին։ Եվ դա արդեն նշանակում է դու շապին Քարայիսարում չես պարտվել։ Որտեւ մի հոգի գոնե հասավ տեղ։ Վանում այգեր ստանում եւ քաղաքամեջում որոշել էին, որ չեն պարտվելու վերջ։ Ու այնքան կռվեցին, որ դրսից օգնություն եկավ հասավ, բայց դրսից օգնությունն էլ չգար, իրանք պայքարելու էին մինչև վերջ։ Իսկ քո մեջ է պարտվել, չպարտվել։ Դա շատ կարևոր է։ Իրանը չի ուզում պարտվի, ինքը չի պարտվում։ Ոչ է պարտվելու է։ Ոչնչացնել իրան ջանջելով անհնար է։ Ինչը չի կարելի խոսալ Հեզբոլլայի մասին։ Հեզբոլլան հնարավոր է ոչնչացնել, որովհետև ամենաթողության թույլտվություն են տվել Իսրայելին դեռևս 90-ական թվականների սկզբին։ Դրանից առաջ էր լկտի բաներ անում, բայց սովետ կար, սովետը հելնում բերում էր մի հատ նավ էր կայացնում Լիբանանի ափերի մոտ կամ Սիրիայի ափերի մոտ, всё Իսրայելը սառում էր։ Մի անգամ դաժե դեպք ա եղել 1956-7 թվերին, երբ որ համ ամերիկան, համ սովետը իրար հետ եկան լկտիացած, ասենք Իսրայելի ասենք գլուխդ կջարդենք աննասոն։ Դու ֆրանսիացին, անգլիացին ով դարակ որ նույնը Եգիպտոսում, Սուեցի այդ բանը օպերացիան ու պատերազմի մասին է խոսքը։ Ուզում եմ ասեմ, հիմա ամենաթողության բանը իրան տվել են, բայց Իրանի վրա ինքը էլի այդ ամենաթողության թույլտվությունը դավթարը ունի, բայց չի կարում, չէ՞, որովհետև չափսերով անհամապատասխանալի մասշտաբները ուրիշ է։ Հեզբոլլայի վրա կարանալու է էլի հարցականը, մեծ հարցականը, որտեվ Հեզբոլլան այնքան լավ է պատրաստվել, ասենք այդ ստորգետնյա պատերազմի, որ գնում առաջ, մեկ էլ ասենք 10 կիլոմետր իրանց գրաված առաջնագծից հետ, մեկ էլ զոհեր են ունենում։ Ուզում եմ ասեմ, այդտեղ էլ է տենց միանշանակ չի։ Չնայած գենոցիդի հնարավորություն ունի, որովհետև միջուկային զենք ունի։ Իսկ միջուկային զենքով Իրանը ոչնչացնել անհնար է, շատ մեծ է։ Շատ միջուկային բդի գցես, իսկ հետի երկրագունդը մի քանի մասի բաժանելու բանը դառնա։ Շնորհակալ եմ պարոն Վարդանով զրույցի համար, մեր եթերաժամանակը ավարտին մոտեցավ։ Շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին։ Դուք լսում եւ դիտում եք Գործարարալիքը, եթերում էր հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Ստեսություն։